պիտի փաստեմ, որ Ծափաթաղցի անետացած 3-ամյա Տիգրանին խեղտամահ է արել հայրը։ Ահա սարսուռ բացահայտումն այսօր արել է ներքին գործերի նախարարը։ երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Տիգրանի անշնչացած մարմինը գտել են 3 Ջիլգյուղիային տարածքում, որտեղ մի քանի անգամ եղել էին փրկարարներն ու կամավորները։ Հարցաքննության ընթացքում երեխայի հայրը պատմել է, որ խեղտամահ է արել ներընտանեկան որոշակի խնդիրների պատճառով։ Վարկածներից մեկի համաձայն նա կասկածել է, որ Տիգրանի հայրը ինքը չէ։ Տանը կնոջ հետ վիճել ու դուրս է եկել, դրսում հանդիպել եղբայրներին ու խեղտամահ արել փոքրիկին։ Դեպքից առաջ 3-ամյա Տիգրանը եղբոր հետ իջել էր դաշտ խաղալու, որտեղ էլ հայրը մոտեցել ու սպանել է երեխային։ Ենթադրվում է, որ մեծ եղբայրը, որը համր է, տեսել է, թե ինչպես է հայրը սպանում եղբորը, եւ հենց դրա համար էլ ամեն անգամ, երբ իրավապահները հարցնում են եղբոր մասին, միայն կոկորդներ ցույց տալիս։ Հայրը պատմել է, որ սպանությունից հետո երեխայի տյակը պարբերաբար տեղափոխել է։ Փորձաքննությամբ 3-ամյա երեխայի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Տիգրանին սպանած հայրը ձերբակալվել է։ Դիլիջանում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացված 30 քաղաքացիներից 20-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Վիրավորներից 9-ին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ, դրանցից մեկին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է, եւս 3 հոգու վիճակը միջին ծանրության, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Ավտոբուսում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն են եղել։ Մեքենան կողաշրջվել ու ձորներ ընկել սողանքի պատճառով։ Հայաստանի վարչապետը որոշել է Հովանավանքից բացի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի մասնակցել։ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ մյուս կիրակի մասնակցելու է Տեր Թադե Թաղմասյանի պատարագին։ Հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թաղմասյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ Անմահ պատարագին, որի ընթացքում մենք աղոթք կբարձրացնենք առ Աստված մեր բոլոր ընկած զինվորների, հոգիների խաղաղության եւ հանգստության համար։ Տեր Թադեն անցած ամիս էր հայտնել, որ միանում է արդեն Հովանավանքի կարգալույց հոգևորականին ու աջակցում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը։ Նա 3 Նիկոլ Փաշինյանի հետ Հովանավանքում մասնակցել է կարգալույց կահանայի կեղծ պատարագին։ Կարգալույց քահանան հայտարարել է, որ առաջին տեղում պետք է լինի պետությունը, հետո եկեղեցին ու դա բացատրել Արցախի օրինակով։ Մեզ համար առաջին տեղը պետք է լինի պետությունը, պետականությունը, իսկ երկրորդ տեղը մեզ համար պետք է լինի մեր եկեղեցին, որովհետև տեսեք մի փոքր կարող է քաղաքականը չէ, բայց պիտի ասեմ, Արցախը չուներ պետականություն, բայց ուներ եկեղեցիներ։ Պետականություն չունենալու հետևանքով մենք կորցրեցինք մեր եկեղեցիները եւ նաեւ այն իրավունքը, որ այնտեղ մենք Աստծուն պաշտենք։ Համացանցում հայտնվել են թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրեր, թե որքան մարդ է մասնակցել Հովանավանքում Հայաստանի վարչապետի հետ կեղծ պատարագին։ Ակնհայտ է, որ հանրային աջակցություն չի վայելում իշխանության սկսած հակաեկեղեցական արշավը։
Թալինի համայնքապետարանը մեծ թափով պատրաստվում է վարչապետ Փաշինյանի կիրակնօրյա այցին։ Համայնքապետարանը առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու սկսել է աշխատանքներ անել եկեղեցու բակում։ Նման հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ Եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու եւ առանց օրհնություն ստանալու սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել եւ նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին իր ամբողջ տարածքով պատկանում է Մայրաթորին, ասված է հայտարարությունում։ Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտել է այս արհամարհական վերաբերմունքը։ Имеющимся у нас данным Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե KGB-ն է մեղավոր ցեղասպանության համար։ Զախարովան հիշեցրել է. մեջբերում KGB-ն ստեղծվել է 1954 թվականին, իսկ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին, KGB-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ, նշել է նա։ Ամենայն հայոց կաթողիկոսի 68-ամյա եղբորը կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է։ Նրան ու որդուն ոստիկանները ձերբակալել էին վաղարշաբաթի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում թեկնածուի քարոզչությանը խոչընդոտելու համար, հայտնել էր փաստաբան Արա Զուրաբյանը եւ հրապարակել այս տեսանյութը, որպես ապացույց, որ քարոզչությանը խոչընդոտում չի եղել։ Վեհափարի եղբոր ու նրա որդու դեմ ոստիկանություն ցուցմունք էր տվել Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։ Ցանցանք թույլ տված անձանց Երևանում 935 քաղաքացու տուգանել են երկթուղայինի ուղեբազդը չվճարելու, այլ անձի ուղետոմս օգտագործելու, վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Տուգանված մոտ 1000 քաղաքացու մասին տվյալները այսօր հրապարակել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Տուգանքի որոշումը չեղարկելու 100 դիմում է ստացվել, բավարարվել են 11-ը։ Չենք կարող չանդրադառնալ։ Հայաստանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 391-ով, զենքի եւ զինամթերքի ապօրինի կրման դեպքերը 249-ով, սակայն միևնույն ժամանակ աճել է հանցագործությունների բացահայտման դեպքերը։ Օրինակ, մեքենաներից գողություն կատարող 16 խումբ արդեն բացահայտվել է, հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում։ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Ասպայդրության Ճիշտ են տեղեկությունները, որ ամենայն հայոց կաթողիկոսին ձերբակալելուց հետո պետք է ձերբակալեն մի շարք լրագրողների ու խմբագիրների։ Մեր գործընկերներն են հարցրել խորհրդարանում ներքին գործերի նախարարին։ Արփինե Սարգսյանը ժպիտով է լսել հարցն ու հերքել տեղեկությունները։ Կաթողիկոսին ձերբակալելուց հետո տեղեկություններ են շրջանառում, որ հաջորդը լինելու են լրագրողները Նիկոլ Փաշինյան ուժային կառույցներին արդեն լրագրողների խմբագիրների անուն է տվել, ինձ հետաքրքիր է ձեզ ցանկ տվել են, ովքեր են լինելու։ Եթե հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետությունում ցուցակներով աշխատանք չկա։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ վարույթները նախաձեռնվում են ըստ փաստերի։ Լինի դա նախարար, լինի դա իշխանական թևի ներկայացուցիչ, լինի դա անդիմադիր թևի ներկայացուցիչ, լինի լրագրող, հասարակ այլ մահկանացու։ Եթե հանցանքի այլ տար կա, բնականաբար վարույթ կնախաձեռնվի։ Ձեր մատնանշած որևէ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։ Мы с вами были сразу в контакте. Հայաստանի հետ խաղաղություն հաստատած Ադրբեջանի նախագահը նորից խոսել է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Իլհամ Ալիևն ասել է, թե Սևանա լիճ չկա, կա Գյոչյա լիճ։ 1918-ին ստեղծված Ադրբեջանի ղեկավարը պնդել է, թե իր երկրի գիտնականները ահագին ուսումնասիրություններ են արել այդ թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին։ Ալիևն ասել է, թե 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզները ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Ալիևի խոսքերը այսօր մեկտաբանել է ազգային ժողովի նախագահը, դրանք համարելով մեջբերում
իր երկրի եւ իր լսարանի համար նախատեսված հայտարարություններ։ Ըստ Սիմոնյանի, որևէ տարածքային նկրտումներ չկան Ալիևի խոսքերում, ավելին, դրանք միմիայն դրական են։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա կանոնը Ուզում եմ հասկանալ, չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետև դա անշնորհակալ գործ է, որովհետև կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է։ Ուզված եմ, աստվածտասխալ եմ, որովհետև Տաշիր կապիտալը իշխանությունից մի քանի քայլ առաջ է մտածել ու ավելի շուտ է առաջարկել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել, սակայն այն մերժվել է նրա համար, որ որոշ ժամանակ անց հենց իրենց անունից իջեցնեն, որ ստացվի թե Սամվել Կարապետյանը չի իջեցրել հոսանքի գինը, այլ իրենց լավ կառավարման արդյունքում է սակագինը փոխվել, հայտարարել է ՀԵՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Հիշում եք, երբ որ անգամ էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունները երկրորդ ընթերցում չանցած, կառավարության ղեկավարը հաստատեց ՀԵՑ-ը ազգայնացվելու է, եթե չեմ սխալվում։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում։ Այսինքն դրանից հետո պետք է երկրորդ ընթերցում անցներ։ Դրանից հետո պետք է նախագահը ստորագրեր։ Միգուցե նախագահը չէր ստորագրում, ուղարկում էր Սահմանադրական դատարան սահմանադրականությունը ճանաչելու։ Դրանից հետո պետք է տարածքային կառավարման նախարարությունը հաղորդում ներկայացվեր։ Դրանից հետո պետք է հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշեր վարույթ հարուցեր, որոշեր վարույթի սահմաններում այդ պատժամիջոցը ընտրեր կառավարը։ Այսինքն այս ամբողջ գործողությունները չարած եղել է հայտարարություն։ Կարող եք ասել, ես ինչու չպետք է ունենամ հիմնավոր կասկած, եթե ոչ համոզմունք, որ դա քաղաքական պատվեր է։ Ըստ Ղազինյանի իշխանությունները փորձում են Սամվել Կարապետյանից վերցնել բարերարի իսկական հայի կերպարը, նրա հաշվին ուզում են քարոզարշավ անել, չի հաջողվելու նրանց, շեշտել է Ղազինյանը։ Նա նշել է, որ իշխանությանը միևնույն է, թե ինչ որոշում է կայացրել միջազգային արբիտրաժային դատարանը, չգիտակցելով, որ եթե որոշումը չկատարեն, ապա պետությունը միլիոնավոր դոլարների տուրքեր է վճարելու։ Իրենք այստեղ ուղղակի լուծում են պարոն Սամվել Կարապետյանի հարցը, որպեսզի քաղաքական գործոն չլինի, ես ասել եմ, չէ, այսպես այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, չեք պատկերացնում ուղղակի։ Այս բեսպրիձել ինչի համար են անում։ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածել, իրենք մտածում են միլիարդատեր մարդ է, դե հեսա մի ամիս երկու ամիս կնստի գա բանակցություն դերի մի բան պայմանավորեն կթողի գնա։ Մոռանալով, որ գյուղում ծնված, իր մայր հողին կպած եւ այսպես տղամարդավարի միջևերջ իրեն պահելով արդեն խաղաքարտեր են խառնվում։ Այդ ժամանակ իշխանությունը գնում է ցետնոտի մեջ, սկսում է տարբեր ինչ որ չունեն իրանք, չեն ունեցել հաշվարկ վերջում ինչ են անելու։ Եվ գնում են տարբեր գործողությունների։ Աֆղանստանում կեսգիշերին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, կա ավելի քան 20 զոհ, վիրավորների թիվը հասել է 300-ի։ ԱՄՆ-ն Ուկրաինային տոմահաք հրթիռներ չի տրամադրի։ Նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխել իր որոշումը։ CBS News-ին Թրամփն ասել է, որ չի մասնակցի ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման շուրջ քննարկումներին։ ԱՄՆ առաջնորդը Ռուսաստանի ու Չինաստանի իր գործընկերներին անվանել է ուժեղ ղեկավարներ։ Երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի ուժեղ առաջնորդներ են։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է խաղալ։ Թրամփը շեշտել է, որ ձգտում է հասնել մի իրավիճակի, երբ աշխարհի առաջատար տերությունները կսկսեն զինանոցների կրճատման գործընթացը։ Որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություն, Միացյալ Նահանգները պետք է նախաձեռնի ապա միջուկայնացման քայլեր, ասել է Թրամփը, միևնույն ժամանակ հայտարարել, որ ԱՄՆ-ն մյուս երկրների նման միջուկային զենքի փորձարկումներ է անել։ Իրանի նախագահը խոստացել է վերականգնել միջուկային օբյեկտները։ Կվերականգնենք եւ կդարձնենք ավելի հզոր։ Գիտությունը մեր գիտնականների գլխում է, օբյեկտների ոչնչացումը ոչինչ չի փոխի, ասել է Մասուդ Փեզեշքյանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում ոչնչացվել են միջուկային օբյեկտները։ Научное сотрудничество международное. Արևմուտքում լրջորեն անհանգստացած եւ վախեցած են ռուսական նորագույն սպառազինությունից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով Բուրևիստիկ հրթիռի ցուցադրությունից հետո արևմտյան երկրները լուրջ են
են, եւ դա թաքնված վախի դրսեւորում է։ Զախարովայի այս խոսքերը պատասխանն են այն քննարկումների, որոնք ծավալվել են, երբ Ռուսաստանը ցուցադրել է ռազմական իր ներուժը։ Քննարկումներն ավելի սրվեցին Պոսեյդոն միջուկային տորպեդի հաջող փորձարկումից հետո։ Агрессию в прямом смысле. Շանոմնի ուկրաինցի, ուկրաինքի։ Ուկրաինան Գերմանիայից Patriot Hop համակարգեր է ստացել։ Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Домовленості, вони виконані։ Ռոմի Պապ Լեո 14-րդի արձանը տեղադրվել է հյուսիսային Պերուի Չիկլայո քաղաքում։ Արձանն ունի 5 մետր բարձրություն եւ կառուցվել է տարածաշրջանի մշակութային ու կրոնական ինքնությունը ամրապնդելու նպատակով։ Պերուի կոնգրեսը Չիկլայո քաղաքը պաշտոնապես հռչակել է Ռոմի Պապ Լեո 14-րդի հոգևոր ծննդավայր։ Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին։ Սոչիի լեռներում զբոսաշրջիկները տեսանկարահանել են մթնոլորտային օպտիկական հազվագյուտ երևույթ, որը հայտնի է որպես Broken Spectre անվամբ։ Այն կարծես ծիածանի ուրվական լինի։ Այս երևույթն առաջանում է, երբ արևն ընկնում է մարդու ստվերի վրա։